Երկու օր առաջ, եթե չեմ սխալվում, հենց բյուջեի քննարկմանը զեկույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ադրբեջանական կողմի հետ գրեթե ամենօրյա ռեժիմով արդեն կապ կա, քննարկումներ անդադար։ Ես կխնդրեի մանրամասնել, պարոն Հարությունյան, կոնկրետ ինչ օրակարգով են այս փուլում ադրբեջանական կողմի հետ այդ ինտենսիվ շփումները։ Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են եւ ես չգիտեմ կոնկրետ ինչ խոսակցություն է եղել այդ զեկույցի ժամանակ վարչապետի ընդհանուր դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, ասենք օրինակ սահմանազատման, սահմանագծման օրակարգով պարոն Գրիգորյանն է իր ուղղությամբ աշխատում, արտաքին գործերի նախարարությունը համապատասխան իրենց օրակարգով աշխատում, անվտանգության խորհուրդը եւ Արմեն Գրիգորյանը իր գործընկերոջ հետ է աշխատում, դինեն հումանիտար հարցեր, մնացած բոլոր հարցերը, օրակարգները, երբ որ արդյունքները լինում են, մենք դրա մասին խոսում ենք եւ կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում վատը չէ, օրինակ Ադրբեջանի կողմից իր մասով, օրինակ հայկական բեռների տեղափոխման, շրջափակման արգելքի հանումը։ Պարոն Հարությունյան, իսկ ամենօրյա ռեժիմով քննարկումների ժամանակ արդյոք այդ ցավոտ հարցերը քննարկվում են, օրինակ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Արևմտյան Ադրբեջանի թեմագերիներ, չհոգնեցիք դուք ընդհանրապես դուք ընդհանրապես չհոգնեցիք այդ թեմաներից Զանգեզուրի միջանցքի։ Եվ մենք ենք մեր կարծիքը ասել, եւ իրանք են իրենց կարծիքը ասել, կան ստորագրված փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերում շատ հստակ եզրույթներ, տեղանուններ, անվանումներ, ինչի է անընդհատ ավելորդ լարվածություն ստեղծում այդ բանը։ Okay, մենք չենք ստեղծում, իրենք են պայմանագրի ստորագրման շուրջ կան քննարկումներ այս պահին, պարոն Հարությունյան, նախաստորագրվեց, բայց ստորագրման մասին կարծես թե դադար է այս պահին, եթե այդպես չէ, դե երկկողմ շփումներում այդ հարցը անընդհատ կա եւ պետք է փորձենք նաեւ ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթղթը ստորագրվի։ Պետությունների ղեկավարների միջև ուղիղ շփում կա թե ոչ։ Պետությունների ղեկավարների միջև այն ժամանակ, երբ որ շփում լինում է, դուք դրա մասին իմանում եք պարտադիր։ Պարոն Հարությունյան, իրավական ոլորտի